Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Բաքուն հրապարակել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վճիռները Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը դատապարտվել են ՑՄ ազատազրկման։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ Նրանք մեղադրվում են Ադրբեջանի դեմ հանցագործություններ կատարելու համար։ Մադաթ Բաբայանը Բաքվում դատապարտվեց 19 տարվա ազատազրկման։ Բաբայանին Ադրբեջանի զինված ուժերը ձերբակալել էին 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Չարեքթար գյուղում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների ընթացքում։ Գարիկ Մարտիրոսյանը դատապարտվել է 18, Լևոն Բալայանը 16, Վասիլի Բեգլարյանը 15, Գուրգեն Ստեփանյանն ու Էրիկ Ղազարյանը 15 տարվա ազատազրկման։ Հայաստան խմբակցության падգամավոր Արմինե Խերանյանը գրում է. երեկ Նիկոլն ու Ալիևը ստացան Զայեդ մարդկային եղբայրության 2026 մրցանակը ի նշանավորում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության։ Իսկ այսօր Ադրբեջանը ՑՄ ազատազրկման դատապարտեց մեր հայրենակիցներին հայ լինելու, սեփական հողում ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու ու ազգին ու ազգությանը չդավաճանելու համար։ Ահա այդպիսին է եղբայրական Ադրբեջանի հետ Նիկոլի բերած խաղաղությունը։ Այսպիսի խաղաղություն են եղբայրները խոստանում նաև Հայաստանին։ Ռուբեն Վարդանյանը կնոջ Վերոնիկա Զոնաբենդի հետ հեռախոսազրույցում խնդրել է հրապարակել Ալբեր Կամյուի ընդվզող մարդը էսսեից հետևյալ միտքը. ապագան հնարավոր չէ կանխատեսել, վերածնունդն էլ գուցե անհնար է, բայց մենք պարզապես հրաժարվում ենք ընդունել դա։ Պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի, այլ տարբերակ էլ չունենք, կամ կվերածնվենք, կամ կմեռնենք։ Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էլչեքյանը մասնակի խլացել է մի ականջը չի լսում, խորացել են սրտի հետ կապված խնդիրները, հետազոտությունները ցույց են տվել, որ այլ առողջական խնդիրներ ևս կան։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը Միլանում ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո կժամանի Հայաստան և Ադրբեջան, հայտնել է Associated Press գործակալությունը։ Օլիմպիական խաղերի բացումը փետրվարի 6-ին է։ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը Բաքվում կայացված դատավճիռների մասին իրեն ուղղված հարցին ի պատասխան համառորեն լռել է։ Նա չի պատասխանել նաև հարցին, թե արդյոք այցելելու է կալանավորված բարերար Սամվել Կարապետյանին կամ հոգևորականներին։ Ավելի վաղ Հայաստանում գտնվող ԵԽ մարդու իրավունքների հարցերի հանձնակատարը հանդիպել էր падգամավորներին, ահա թե ինչ են պատմում ընդդիմադիրներն ու իշխող ուժի падգամավորը հանդիպումից հետո։ Տպավորությունը, որ դուք պարզապես չեք ուզում լսեք այլ կարծիք, չեք ուզում լսեք ընդդիմադիր որևէ այլ մոտեցում։ Եվ ասեցի ինչու, ասի հասկացանք գոյություն ունի Եվրոպա-Ռուսաստան պատերազմ։ Եվ ասի հիմա չգիտես ինչի եւ որտեղ որոշվել է, որ իշխանությունը այդ պատերազմում ճիշտ կողմում է, օպոզիցիան սխալ կողմում է։ Եվ դա դարձել է այնպես, որ ունիվերսալ չեն այլևս մարդու իրավունքների պաշտպանության հարցերը։ Այսինքն, եթե մարդկանց դիտում են իրենց թեթև ձեռքով Կրեմլի ագենտներ, օրինակ, ուրեմն նրանց իրավունքները կարելի է ոտնահարել։ Այսինքն սա պետք է ի վերջո վերացնել, սա հեղինակության հարցն է նույն Եվրոպայի խորհրդի։ Եվ այս խնդիրը գոյություն ունի։ Մենք առնվազն բարձրաձայնեցինք Հայաստանում դրա խայտառակ ոտնահարումները։ Ցավոք իր պատասխանները, որոնք մեր համար դժվար է գոհացուցիչ անվանել, ես բարձրաձայնել չեմ կարող ֆորմատը հաշվի առնելով, նշեմ միայն, որից կարելի է ահագին հետևություններ անել, որ ընդդիմության ներկայացուցիչները հայցել էին առանձին հանդիպում հանձնակատարի հետ, որովհետև ամբողջ դելեգացիայի հետ հանդիպման ամանավանդ այսպիսի կարճատև հանդիպման պարագայում հնարավոր չի ներկայացնել այն բոլոր խայտառակ գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր երկրում։ Հատկապես մարդու իրավունքների ոլորտում խախտումների ինչ հարցեր է հետաքրքրել։ Առանձին դեպքեր եղել են, որ նրանք Գիտեք, այստեղ առանձին դեպքերի ոչ նման հարցեր չեն քննարկվել եւ ձեր մատնանշած հարցերի մասին մենք չենք խոսել։
Ազգային ժողովի հանձնաժողովը մերժել է քաղբանտարկյալների վերաբերյալ ընդդիմության նախագիծը Էլինար Վարդանյանի խոսքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Նրանք համապատասխանում են ԵԽԽՎ 2012 թվականի 1900 բանաձևով նախատեսված չափանիշներին։ Այնինչ իշխող ուժի падգամավորը հակադարձել է, որ Հայաստանը ԵԽԽՎ-ի կողմից մոնիտորինգի տակ գտնվող երկիր է և պարբերաբար ԵԽԽՎ-ն Հայաստանի ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ հրապարակումներ է անում, որտեղ չի հիշատակվում քաղբանտարկյալների մասին։ Հայաստանը դեռևս հարցեր ունի հապկի վերաբերյալ աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ալեն Սիմոնյանն ասել է Սերգեյ Լավրովին։ Միևնույն ժամանակ ազգային ժողովի նախագահը նշել է. «Ես չեմ ուզում, որ Ռուսաստանում լինի այն ընկալումը, որ Հայաստանը փորձում է ինչ-որ բան անել Ռուսաստանի դեմ, բարեկամ դաշնակից պետության դեմ։ Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք նման ընկալում չունենք և երբեք չենք ունենա», ասել է Սիմոնյանը։ Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը գիտակցում է, որ Հայաստանը պատրաստ է պահել կապը Մոսկվայի հետ, բայց գոհ չեն դրանից։ Լավրովի համոզմամբ Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումների մասին պնդումները տարօրինակ են։ Փաստորեն ՔՊ-ի համար Ռուսաստանը դաշնակից պետություն է, իմանանք էլի, գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, իսկ ընդդիմադիրները ռուսի էլ գործակալ, էլ շպիոն, ինչ ասես, որ չէին պիտակավորում։ Հիշել է մի ասացվածք՝ ներսը կատու են ճղում, իսկ դուրսը։ ԱՄՆ պետքարտուղարության գլոբալ ենթակառուցվածքների և ներդրումների շուրջ գործակալության հիմնադրամի պատվիրակմամբ Հայաստան է այցելել ամերիկյան ICOM ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմը սկսելու TRIP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները։ Այս աշխատանքները կներառեն տեխնիկական գնահատում և առաջարկների մշակում երկաթուղու և այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է ՔՊ պատգամավորության տեխնացուի հայտ ներկայացրած 380 անձից վարչության քաստինգից հետո գրանցվել է 280-ը, 100-ը կտրվել է։ Օրերս եւս 10 տեխնացու է ինքնաբացարկ ներկայացրել։ Չի բացառվում, որ մինչև ընտրություն էլի լինեն։ Մեր աղբյուրներն ասում են, որ այնքան անհեռանկար ընտրություն է լինելու, որ շատերը չեն ուզում ընտրագրավը կորցնել։ Հրապարակում նաև կարդում ենք ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Աշակյանին, որը չի առաջադրվել առաջիկա ընտրություններին մասնակցելու համար, ՔՊ վարչությունն ընտրել է ներկուսակցական ընտրությունների հաշվիչ հանձնաժողովի նախագահ։ Խոսքը փետրվարի 12-ից 15 նշանակված падգամավորության տեխնացուների ընտրությունների մասին է։ Թե ինչու Աշակյանը, որին թույլ չէին տվել մասնակցել ՔՊ համագումարին, քանի որ անդամավճար չէր մուծել եւ նա վիրավորված որոշել էր չառաջադրվել, պետք է հաշվի ՔՊ ընտրությունների արդյունքները եւ մասնակցի նախընտրական ցուցակի կազմմանը, մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի գեթ մեկ մարդ չփոխվի ԿՊ-ից, չթշնամանա իրենց հետ եւ չանցնի հակառակորդի ճամբարը։ Փորձում է բոլորի հետ բարի դրացիական հարաբերություններ պահպանել եւ պաշտոնի խոստումներով պահել իր մոտ։ Հաշվիչ հանձնաժողովի նախագահի պաշտոնը մեծ բան չէ, բայց Աշակյանին տեսադաշտում պահելու համար բավարար է։ Նա հետևելու է ԿՊ քվեարկության ընթացքին, հաշվելու է ամեն մեկի ձայնը եւ հրապարակելու է արդյունքները։ Հրապարակը գրում է. Բանակի օրը հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր զինվորի տուն, որը գործում է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանին կից։ Զինվորի տանը մանրակրկիտ պատրաստված են եղել այցին։ Թեև զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձածների եւ զինվորի տուն հաճախորդների թիվն ընդհանուր առմամբ գերազանցում է 10,000-ը, բայց Փաշինյանի հետ այդ օրն ուղիղ շփման հնարավորություն են ունեցել մի քանի ընտրյալ միայն, 5-ից 6 հոգի, որոնք վերականգնողական թերապիային անցնում այնտեղ։ Նրանց հետ նախնական զրույց են ունեցել, պատրաստել են հանդիպմանը, շոշափել տրամադրությունները, որ Փաշինյանին հանկարծ անակնկալներ չմատուցեն, այնպես որ հրապարակված տեսանյութում երևացող որևէ մեկը պատահական չէր հայտնվել այնտեղ։ Բոլորն իմացել են իրենց դերը, անելիքն ու ասելիքը։ Նախապես որոշված է եղել նաև, թե շրջայցից հետո ճաշկերույթին ովքեր են Փաշինյանի հետ նույն սեղանի շուրջ նստելու։ Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն։ Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի տղամարդ եկեղեցու խորանից մոմակալ գողանում։ Իսակովի պողոտայում 3 մեքենա է բախվել, կա 4 վիրավոր։ Գազի օդում իջեմա գալիս է։ Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 միլիոն դրամ կստանան։ Հայաստանում այս տարիքի 71 քաղաքացի կա։ Եվ եղանակ տեղումներ չեն սպասվում, գիշերը ջերմաստիճանը կնվազի, ամսի 6-ից մինչև 8 նիշ կբարձրանա։
Հետևեք անցուդարձին ամեն երեկո։ Ցտեսություն։